բարև ձեզ։ Մի քանի օր առաջ ուրեմն YouTube-ում գցել եմ իմ տարբերակը, cover տարբերակը Թաթայի Ֆայտոն երգի հիման վրա ու ուզում այսօր միասին մի հատ գնանք, հասկանանք թե ինչ եմ արել, ինչ մտքեր առաջացել, ինչ եմ իմ կողմից ավելացրել, հա, փորձենք գնանք։ Ոնց կա երգը, դες ներկայացրել եմ։ Եկանք կրկնել, փորձել եմ ներկայացնել ոնց որ կա։ Քիչ առաջ տանք։ Այմ այս երկրորդ մասը որ կա, այս երկրորդ մասը որ սկսում է տան երկրորդ մասը, մտածեցի որ դե ինստրումենտալ է, cover-ը պետքա մի բան ավելանա իմ կողմից ու փորձեցի մի հետաքրքիր մի հատ գամա, հա, scales անել սկզբից որ տենց հետաքրքիր լուծում լինի ու մի քիչ արդեն տան երկրորդ մասում, հեսա կասեմ ինչ տեղի ունեցավ։ Փորձել եմ ավելի ջազի նվագել, հա, ինչքանով ես կարող եմ իհարկե, տենց ոչ տենց ավելի երգային, ավելի տենց մի քիչ այս ռիթմը որ կա, տենց ռիթմին ավելի փորձեցի ռիթմին սահուն գնամ, հա։ Այս երկրորդ մասը, որ արդեն տան երկրորդ մասի մասին է խոսքը, ուրեմն նվագի ժամանակ այս ռիթմը որ կա, ցապ ինձ լրիվ տարավ ուրեմն 1930-ականներ, 40-ականներ Django Reinhardt գիտարահար, ֆանտաստիկ, կարակ YouTube-ում search անեք, թե ինչ է նվագում ու իր այդ նվագում էր Ստեֆան Գրապելին, լեգենդար ջազ ջութակահար ու այս ռիթմը որ կա տամ տապ այդ ինձ տարավ լրիվ այդ իրանց նվագը ու փորձեցի ասինչի չէ որ մեր ֆայտոնի մեջ խի չէ որ այդ ստայլով մի բան դառնա ու սես մի բան դառավ չգիտեմ ու նորից վերադարձան կրկնել։ Ուստի մի հատ սիրուն հայկական, սիրուն սենց համով ֆրազը որ կա, որ Թաթան ասում է ցավը տանեմ, այդ որ կա, չէ՞։ Շատ լավ երգեցի։ Եթե ուզում եք լսեք ամբողջական տարբերակը, նախ գրանցվեք իմ YouTube-յան ալիքին, Ստեփան Խալացյան վայելինիստ, այս որ կա, այս ուր այդ զանգակը, ուրա, զանգակ ես դե չունեմ ստեղ զանգակ, ուրա զանգակ ունեմ, զանգակ չունեմ, բայց դուք ստեղ միտեղ ունեք զանգակ, այդ զանգակի որ խփում եք, անում եք subscribe, շատ կայֆ բառը subscribe, հա։ Դուք կօգնեք ինձ, որ իմ ալիքը ավելի հզորանա, ավելի լավ լինի, ինձ մոտիվացնի, որ ավելի հետաքրքիր լավ բաներ ձեզ համար կատարեմ։ Մի խոսքով, եթե ուզում եք ես երաժշտությունը լսել, Թաթա Սիմոնյան Ֆայտոն, Ստեփան Խալացյան violin cover։ Որ գրեք Թաթա Սիմոնյան Ստեփան Խալացյան, ինձ թվում է հաստատ կբերի, այս նկարով կբերի ու մի խոսքով, ձեզ բարի դիտում, շնորհակալություն։